What is your name? My name is Zoya. Ես ինչ լեզվով էիք խոսում։ Ֆրանսերեն։ Հələ մի րոպե, what is your name? My name is Zoya, էդի անգլերեն ալայս։ Մեր շենումներ էինք տենց ասում։ Ֆրանսերեն նշանակում է ինչ է քո անունը։ Չէ, ասիմ անգլերեն այդի։ Բայց դաստավորի դիշն եմ ասել։ Իրենց շենում Շուշիի Եղցահող գյուղում Զոյան ու Լարիսիկ անգլերեն էին սովորում։ Հետո, երբ աշխարհի կարգն ու կանոնը խախտվեց, երբ տեղահանվեցին ու եկան Գորիսի Բարձրավան գյուղ, անգլերենն էլ ֆրանսերեն դարձավ։ Քանի որ Գորիսը Ֆրանսիայի Վիեն քաղաքի քույր քաղաքն է, Բարձրավանի դպրոցում երեխաները սկսեցին ֆրանսերեն սովորել։ 4 հատ եկեղեցի կա։ Մեկը բղեն ուղակն է, մեկը ձիրասած եկեղեցին։ Մեկը նայեցի։ Սուրբ Մինասը։ Հա, Սուրբ Նինասը։ Հա։ Մեկը այ դեղ է։ Եկեք դեգնա եկեղեցին է նայեք։ Հին եկեղեցի է։ Սա պիտի սարքվի։ Մեջն էլ պիտի սարքվի, որովհետև դա քանդված է։ Սուսար, այդի, սարքելու չէ, ես եկեղեցի չպիտի քանդել։ Ամո թարի պաչի։ Լայսի կարի կրկի, ձերուս դնեմ Օրինակ են նկարաբանա։ Ամո թա գրկի նորմալ։ Այդ սենց ես անում։ Իմ բոյ չի հասնում։ Չէիր աղոթում, ինչ էիր ասում։ Աղոտում էի, որ մեր շենը մեզ տան։ Դեկեք հետի Անթող խաղաղություն լինի։ 2023 թվականի տեղահանումից հետո Զոյայի ու Լարիսիկի 8 հոգանոց ընտանիքը Գորիսի Բարձրավան գյուղում է ապրում։ Զոյան 10, Լարիսիկը 12 տարեկան է։ Հետո չհասկացա։ Հա ոչինչ մեջ։ Շատախոսը Զոյան է, Հետո կա- լուրջը Լարիսիկը։ Օրինակ մտածում ենք, որ համ գեղեցիկ է երևում, համ էլ սիրուն է շատ։ Գեղեցիկն ու սիրունը նույն բանն է։ Դուք իրար հետ շատ եք կռվում։ Այդ մեկը չեն կարող ասել, գետի թոմեր մեջ լինի։ Ինքը ինձ ածեցում, ես իրան եմ ծեծում։ Հերթով էլի։ Բայց քիչ եմ ծեծում իրար։ Իրար ծեծել սիրելով, ունեցածը իրար չտալով, բայց համ էլ ամեն ինչը կիսելով են մեծանում երկու քույրերը։ Մեր դպրոցը вообще մի 17 հոգի է։ Բարձրավանում հիմա փաստացի 88 մարդ է ապրում։ 44 օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մաքսակետեր տեղադրեց Գորիս-Կապան ճանապարհի իր վերահսկողության տակ անցած հատվածում։ Մի քանի գյուղի հետ կապը կտրվեց, ելումուտ չկար։ Բարձրավան հասնելու նոր ճանապարհ սարքեցին, Տաթև Աղվանին։ Դպրոց մանկապարտեզ գյուղում կա, բայց երեխաների համար զբաղմունքի տեղ քիչ կա։ Մեկ որ դպրոցում ենք լինում, վոլեյբոլ ենք խաղանում, ֆուտբոլ ենք խաղանում։ Դեպի բնությունն էլ ամենից Դասատուեկներն էլի վոլեյբոլ խաղում մեր հետ։ Որ տունն էլ շփոթեն, խանութ-պանի տունը չեն շփոթի։ Ճակատ-ճակատի դպրոցի ու խանութի շենքերն են։ Խանութը հիմնականում փակ է լինում։ Գալիս են, կանչում են, խանութ-պանը դուռը բացում է, եղած քիչ ընտրությունից իրենց ընտրությունն են անում։ Մեծ առևտրի համար բարձրավանցիները Գորիս կամ Կապան են գնում։ Հենա, արդեն դպրոցին ենք ասում, դες մեկ էս ակուշկիքը։ Հայնա։ Էդի մեր դասարանը չէ, մեկն ամելու։ Էս տնորենի կաբինետն է։ Բարձրավան 4 արցախցի ընտանիք է եկել։ Համայնքը շարժական տնակներ է հատկացրել, գույքով ու առաջին անհրաժեշտության պարագաներով օգնել։ Սուսաննա Բաղդասարովը 4 երեխաների մայր է։ Սենց դեկա թմածուն ենք սարքում, բաներ ենք սարքում։ Այս տարի բոլ համ կարտոշկա են վերցրել, համ սոխ են վերցրել, զակատներ եմ արել։ Աշխատանքը բաժանված է։
Տան գործերը կնոջ ու երկու աղջիկների վրա են, ձմռան համար փայտ բերել է Անդրանիկի ու երկու տղաների։ Շեն մծացած խոխային։ Տան համար գործանել ընդհանրապես դժվար չի։ Էսա ծմառը մոտիկանում է։ Քեցան տանը փայտը քիչ է։ Քեցան տանը հետ է փայտ բերիկ։ Քամենք նորից հարևանի համար բերենք, որովհետև հարևանն էլ մեզ է քոմա գրա։ Մեկս մյուսից պիտի օգնենք։ Բարձրավանում գազ չկա։ Ջեռուցման հարցը անտառի փայտով են լուծում։ Անտառ տնտեսությունից թույլտվություն են վերցնում, գնում են չորացած ընկած փայտերը հավաքում բերում են։ Մեր գյուղի պայմանների նման մի գյուղ էլ էսա, իրար օգնեն մեկը մեկին։ Ոստեղ լավ է նա որ չեն թողում, էլ որ մարդ նեղություն քաշի, նեղվի։ Արցախցիները տեղացիների հետ բարեկամական կապեր են հաստատում։ Մեծ տղան բարձրավանցի աղջկա հետ է նշանվել։ Անդրանիկի եղբայրն էլ է ամուսնացել։ Եղբայրն ու մայրն արդեն առանձին են ապրում։ Բարձրավանում տուն են գտել։ Պայմանավորվել են, երբ պետության կողմից 5 միլիոն դրամ աջակցությունը ստանան, այդ տունը կգնեն։ Իրենց ընտանիքի համար Սուսաննային այլ առաջնահերթություններ ունեն։ Ժամանակավոր ենք ստեղ մնալու, փողերը որ ստանան գնալու ենք այդ Արարատի գյուղերում տուն առնենք այնտեղ։ Ստեղ բան չկա, ստեղ ապագա չկա։ Եթե Բարձրավանը որպես օրինակ դիտարկենք, ինքը մեծ պոտենցիալ ունի բոլոր իմաստներով, եւ զբոսաշրջության իմաստով, եւ գյուղատնտեսության, բայց այնտեղ հերավորություն կա, որը որ կոնկրետ խանգարում է խմելու ջրի խնդիր կարող է լինել, ճանապարհները կարող են այնպեսին չլինեն, ինչպեսին որ ակնկալում են։ Եվ այս բոլոր խնդիրները հասնում են նրան, որ մարդիկ չեն ուզում գնան այնտեղ տուն գնել կամ տուն կառուցել։ Շատ մարդիկ ես գիտեմ, որ օրինակ ասում են մեծ սիրով Բարձրավանում տուն ունենայի։ Ու ես գիտեմ, որ հիմնականում պատճառը այն է, որ այնտեղ բազմաթիվ այդպիսի խնդիրներ կան կենսագործնության համար, որոնք որ խոչընդոտում են, այսինքն պետք է ենթակառուցվածքները միանշանակ շատ արագ վերականգնեն։ Ինչ պետք է անել, կարծես գիտեն, բայց թե երբ ու ոնց կարվի, պարզ չէ։ Իսկ այդ ընթացքում Բարձրավանում նոր դռներ են փակվում։ Մի հատ ընտանիք էլ էր եկել, 7-8 երեխա ունեին, դե եկան որ տեսան ստեղ գոշ չկա։ Ասես դե որ չէ, մենք ստեղ չենք կարա, էլի մնանք մենք աշխատանք կուզենք, որ կարանք այդ երեխեքին պահենք էլի։ Բայց այդ հողը անասուն աշխատանք չի։ Հայ, դե գիտես աշխատանք անես չի, որ աշխատանք չի, պրոստո որ կողից էլ օրինակ մի հատ աշխատանք լինի, կողից բանանես 2 կոպեկ է տեղից կա, ված չի լինի, էլի, դրա համար եմ ասում։ Միշտ իմ սրտից մեջ վախ կա էլի, որ ասում եմ գոնե ստե թողեն ապրեմ, որտեղ որտեղ գնացել եմ, ես ստեղծել եմ, թողել եմ գնա հեռացել։ Հիմա ուզում եմ մի բան ավել դնեմ, էլի վախում եմ։ Իմանում եմ թե ես Աստված ոչ անի, մի բան լինի։ Այդ վախը միշտ իմ մեջ է։ Մինչ մեծերն իրենց վախերով որվա հոգսն են հոգում ու վաղվա պլանները մշակում, Զոյան ու Լարիսիկը վայելում են իրենց անհոգ մանկությունը, աշխատանքը խաղ դարձնելով։ Ված խոսա։ Տեղ կանգնի, որ տակի իրար չնայ։ Մենք հալը ճաշել եք եկու։ Էսա, անատոքը։ Գլուխ են ադի, գլուխ ադի, լացի, մեղջի, սա գախին ադի։ Բրձար, դուրս են գալու էսա։